Լռություն փոթորկից առաջ Հովանավանքում արշալույսն այսօր խաղաղ էր հին ու բարի օրերի պես, իսկ թե Կիրակի ով կմատուցի Սուրբ Պատարագը ում ձեռքից հավատացյալները հաղորդություն կստանան, մեծ հարց է։ Քանի որ ինքը կարգալույծ է հռչակված, ըստ եկեղեցական կարգի պիտի պատարագը մատուցեմ ես։ Հրավիրել են ձեզ քննչական։ Հրավիրել են, այո, ծանուցում է ուղարկվել, բայց մանրամասները չգիտեմ։ Ենթադրում ենք, որ իրենք Կիրակի օրն են կանչելու, որպեսզի ձեզ ինչը մասնակցի։ Վանքի կարգալույծ քահանան հեռանալ չի պատրաստվում, ավելին հայտարարում է, թե Կիրակի ինքն է պատարագ մատուցելու։ Մայրաթորից ասում են, Հովանավանքում այսուհետև ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները։ Ստեփան Ասատրյանին հորդորում են ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց։ Սա ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև քրեորեն պատժելի արարք, ասված է Մայրաթորի հայտարարությունում։ Ցավում ենք, որ Արամ քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայրաթորի ձեռնարկած կարգապահական միջոցառումները եւ կարգալուծության որոշումն անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձ է հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Ստեփան Ասատրյանին Մայրաթորը հորդորել է ազատել Հովանավանքը եւ հանձնել եկեղեցու բանալիները, ինչպես նաեւ ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը մինչեւ հաջորդ տարեսկիզբ։ Նախկին եկեղեցականի ձեռնարկած քայլերով խոչընդոտվում է Հովանավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը, հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։ Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովանավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը։ Այս օրերին Ստեփան Ասատրյանի մի քանի տասնյակ աջակիցներն իշխանության սրտի քարոզիչ Գնել Սարգսյանի առաջնորդությամբ աչալուրջ հսկում են վանքը, նաև ելումուտ անողներին, որ Ասատրյանի մասին թթու խոսք ասող չլինի։ Տեր Արամին լսողը ցանկությունն ու առաջանում մոտը անկախ իրանից, որ գա ու լսի ու միշտ Հովանավանի եկեղեցի մտնի։ Կաթողիկոսի ձեռամբոցված քահանային նույն վեհափառն է հիմա կարգալույծ անում։ Չպետք է արդյոք արդեն նախկին Տեր Արամը հնազանդվի եկեղեցու կարգ ու կանոնին։ Հավաքվածները այս մասին լսել չեն ուզում, պնդում են միայն, թե իրենց պաշտպանյալի հետ անարդար են վարվում։ Կաթողիկոսի մասին Փաշինյանի բառապաշարով Ստեփան Ասատրյանն արտահայտվում էր հինգշաբթի, երբ նրան հանձնել էին Մայրաթորի գրությունն ու եւս մեկ անգամ ասել, որ եկեղեցում որպես քահանա գործելու իրավունք այլևս չունի։ Չեմ ընդունում։ Գուցե այդ մասին բղավելուց րոպեներ առաջ էր լուրը իմացել, հետաքրքրվում ենք Ստեփան Ասատրյանի աջակիցներից։ Գալիս է մի հատ շրջան, երբ որ սկսում ես նաև խոսալ դրանից։ Այո, բոլորս ամեն ինչը խոսում ենք մի օրվա մեջ։ Այսինքն ինքը երբ որ ձեռնադրվում էր չգիտեր, որ կաթողիկոսը Չգիտեմ, գիտեր թե չգիտեր։ Չգիտեմ։ Քանի տարի հարցնում ենք, չեմ պատասխանում, հիմա հենց Տեր Արամ ենք արկալից անում, հարցը այդտեղ է։ Համառ են Ստեփան Ասատրյանի համակիրները, այնքան, որ կարգալույս լինելուց հետո էլ նրան խնդրել են, որ հենց ինքը մատուցի հոգևոր ծառայություն։ Այսօր Ստեփան Ասատրյանը մկրտություն եւ պսակ է անցկացրել, թեև Տեր Սարգիսը բոլորին զգուշացրել է, որ Ասատրյանը եկեղեցական որևէ կարգ կատարելու լիազորություն չունի այլևս։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։